Ցավոք, պատմությունը գանհեդանա։ Burada Ermeniler yaşar. Այստեղ ժամանակին հայեր գաբրեին։ Ահա այն դուները, ուր գտնուեին եւ գաբրեին հայեր։ Անոնք հին բնակավայրեր են, բայց ներկայիս կկործածվի որպես արուդավայրեր։ Nerede bir tarih görsen Ուր որ ալ տեսնեք պատմություն, անիկա ոչնչացված է։ Եթե եկեղեցին կանգուն մնացած է, հավանաբար այն պատճառով է, որ անիկա կործածված է որպես ախոր կամ գոմ։ Պատմությունը ըստ էության կթալանվի։ Bu coğrafyanın en kadim Դերսիմայերը այս շրջանի ամենեն հին ժողովուրդներն են։ 1916-1919 թվականներում միջև մենք ուսուցկապանական ուսումնասիրություն կատարած ենք 435 գյուղերու եւ 1986 բնակավայրերու մասին։ bir etimolojik çalışma yapmış. Ստացված արդյունքները հետևյալն են։ Բոլոր բնակավայրերում 63 գետը հայկական էին, 19 զազայերեն, 5.9 քրդական, 3-ը սուրյանի, 4-ը հունական եւ մոտավորապես 5% թուրքական։ %4 Rumca, %5 civarında da Türkçe. Գյուղին անունը, ուր այժմ կգտնվենք, Կարապյորկ է։ Այս գյուղին անունը պատմության ընթացքին երբեք չփոխված։ Ան միշտ ճանցված է որպես Կարապյորկ։ Երբեմն քարտեզներուն վրա կգրվի նաև Կարապյորյուկ։ Անոր ցակումը հայկական է, իսկ ավելի ուշ զայն գնաց է հորս բաբը Հալիլ աղան։ Գյուղը քնված է Ամերիկայի մեջ աշխատած երկու հորեղբայրներու վաստակած դրամով։ Մենք այս գյուղին մեջ երկար դարիներ ապրած ենք անշուշտ հայերեն ետք, բայց նույնիսկ այսօր բոլոր դաշտերն ու թթենի բարդեզները կգոչվին հայրու անուններով։ Այստեղ մեր կործածած ենթակառուցվածքները դեռ հայկական ժամանակաշրջան են մնացած են։ Օրինակ, ջրամատակարարման եւ գոյուղի համագարքերը, որոնք մենք այսօր կգոչենք խողովակներ, սկզբնապես պատրաստված էին գավե, հմուտ արհեստավորներու գոմե, դրձված եւ որոշ երկարությամբ իրարու միացած, ինչպես գավե գճուճներ պատրաստելու ժամանակ։ Այնպես որ բարձր դեղերեն խմելու ջուրը կբերվեր գյուղ, ինչպես ասի, ջուրը մինչև այսօր մեզի կհասնի այս խողովակներուն շնորհիվ։ Եթե ուշադիր նայեք, կնկատեք, որ որոշ հատվածներ ավելի բարակ են, որպեսզի խողովակները իրարու միանան, մինչդեռ ուրիշ հատվածներ ավելի հաստ են։ Եվ ճիշտ այս խողովակներուն շնորհիվ, որոնք ընդամենը հարյուրավոր մետր երկարություն ունին, ջուրը հասած է մեր գյուղ։ Ես կապրիմ Օվաջիկ Եշիլյաց գյուղի մեջ, այստեղ աշխատիմ շինարարության եւ մեդաղամշակման ոլորտներուն մեջ։ Ես Եշիլյազի բնիկ հայ բնակիչներեն մեկն եմ, ինչպես նաեւ Արևելյան Հայաստան Հանրապետության քաղաքացի եմ։ Օվաջիկի գյուղերում մեջ կան բազմաթիվ հին հայկական բնակավայրեր։ Մենք ունենք նաեւ հին եկեղեցիներ, 2 հեկտար հողատարածքը, ուր այժմ կգանքնենք հողային կադաստրի կրանցամատյանին մեջ արձանագրված է որպես հայկական եկեղեցիին պատկանող տարածք։ Մենք այժմ կանգնած ենք այս եկեղեցիին ավերակներուն վրա։ Կան նաև ուրիշ եկեղեցիմը ուղիղ մեր թիմաց Լերան լանչին։ 2 վայրերն ալ գտնվին թեմթիմաց, ավելի հեռու վերի գյուղին մեջ եղող եկեղեցին ալ այստեղ են տեսանելի է։
Այստեղ կան շատ եկեղեցիներ, ինչպես նաև բազմաթիվ հին հայկական բնակավայրեր։ Dersim coğrafyası dağlık bir coğrafya. Դերսիմը լեռնային շրջանն է, անոր 70%-ը լեռնային է, իսկ 30%-ը գյուղատնտեսության համար բիդանի վարելահող, օրինակ Չարսանջակի շրջանը։ Այսպես մարս գերդի ստորին մասեն սկսելով եւ փերիով անցնելով, որ արդեն հին հայկական բնակավայր է, կտեսնենք, որ հայերը հիմնականին ապրած են Չարսանջակ կոչված շրջանին մեջ, մինչեւ Փերթեք եւ Չեմիշկեսեք։ Ուրգե գիտենք այս ամենը։ 1877 թվականին հայերու շարքը բողոքների հետևանքով հայոց բادرկարանը Կանիմի հայեր խրգած Հարպերտի, Դերսիմի եւ Փալուի շրջաններ։ Անգսե կացեք այնտեղ, որովհետեւ շատ բողոքներ կան։ Հայերու բողոքները հետեւյալն էին. մեզ մեր սեփական երկրի մեջ ստրգական կարգավիճակի իջացած են։ Աղաները կրավեցին մեր հողերը, հատկապես թրկական աղաները, մասնավորապես Չարսանջակի եւ Փալուի աղաները մեզ ջորդերու վերածեցին մեր սեփական հողին վրա եւ նույնիսկ ոտնահարեցին մեր բադիվը։ Իհարկե բավական լուրջ բողոքներ կային։ Իմ կարծիքով այս շրջանին մեջ հայ բնակչության թիվն անկումը կապված է այն հանգամանքին հետ, որ մինչև 1829-1845 թվականներում մեծ բնակչության կար։ Բայց հետո անիկա նուազեցավ, ինչու տեղի ունեցավ այս անգումը։ Նախ 1829 բادرազմեն երբ Ռուսիան արևելյան եւ հարավ-արևելյան Հայաստանի որոշ շրջաններու ներառյալ Դերսիմի եւ այն տարածքներեն, որ կարելի է կոչել Արևմտյան Հայաստան, ուր հայերը կենտրոնացած էին, շուրջ 200,000 մարդ դարավ եւ բնակեցուց Երևանի մեջ։ Ես ծնած եմ Ռիջիկ Գեչիտորեն քյուղի մեջ 1963 թվականին, երբ 13 կամ 14 տարեկան էի, եկանք այստեղ։ Բաբիկներս այստեղ հող քնած էին։ Այս քյուղը անշուշտ շատ հարևոր անցյալին սկզբնապես հայկական բնակավայր էր։ Հայերու հերանել են ետք, ուրիշ մարդիկ եկան եւ այստեղ հաստատվեցան։ Օրինակ, թրկական ծագում ունեցող հողատերերը այդ հողերը իրենց անունով գրանցեցին։ Հետո որոշ ժամանակ այստեղ իշխեցին։ Անոնք վարձեցին միջին հավի քյուղացիներ եւ հողը մշակող աշխատավոր քյուղացիներ։ Ի վերջո, երբ այստեղ հեղափոխական շարժում որոշ չափով զարգացավ, անոնք այլևս հոս ապրելու հնարավորություն չունեցան։ Անոնք իրենց արոտավայրերը վաճառեցին եւ մեկ առ մեկ հեռացան։ Մենք եկանք եւ այստեղ հաստատվեցինք։ Եվ մեր մանկությունը այստեղ անցավ։ Ես հիմա 76 տարեկան եմ։ Իմ ժամանակներում այս գյուղի մեջ մարդիկ, որոնք գուքային այս եկեղեցին, իրենց հետ ակաղա գբերեին։ Իհարկե մենք հետաքրքրվեինք, ինչ էր անիկա։ Էպիլեպսիայով դարացվող հիվանդները իրենց հետ ակաղա գբերեին, հույսալով, որ պիտի բուժվին։ Այնտեղ աղոթքներ կլային եւ այլ ձեսեր կկատարվեին, ոմանք ալ մնային մինչև առավոտ։ Այդ ժամանակ եկեղեցին առաստաղը ծածկված էր, ամեն բարակայի մարդիկ մինչև այսօր ալ գուքան այստեղ։ Ինչպես ըսի, ես հիմա 76 տարեկան եմ եւ մեր մանկությունը այստեղ անցած է։ Այս վայրն ունի պատմական անցյալ, բայց ես ոչինչ գիտեմ այն մասին, թե հայերը ինչպես ապրած են այստեղ։ Միայն գիտեմ, որ մարդիկ ապրած են այստեղ, որովհետև այդ մեկը ակնհայտ է անոնց թողած իրերեն եւ հետքերեն։ 1964 թվականին ես ոտքով գերտայի թեպի Դյուզգին բաբա, Քացի Դերսիմի հրաբարակը, որ նստած էին Կուրեշեն ցեղը եւ ուրիշ ցեղեր։ Կուրեշեն ցեղի մարդը հարցուց ինձ. «Եղբայր, քանի տարեկան ես եւ ով ես»։ Ես ասի, ես հայ եմ։ Անպատասխանեց, եթե դու հայ ես, ուրեմն մենք ալ հայ ենք։ Մենք իրարու ազգականներ ենք։ Và derezeye jürme
Qennet çaydıman ismini. Hirtang sut në shan hop jola jares Meres këna zanzi hop jola jares Tu nama na zanzi hop jola jares Ahje kanona çşan hop jola jares Hirtang sut në shan hop jola jares Meres këna zanzi hop jola jares Tu nama na zanzi hop jola jares Bu bölgenin Այս orijin ismi. շրջանին սկզբնական անունը Կրմանչի է եւ այս Կրմանչին կազմված է դարբեր էթնիկ խմբեր է։ Իհարկե անոնց մեջ կան գերիշխող էթնիկ խմբեր։ Այս տարածքը կարելի չէ անդեսել։ Պատմականորեն անիկա նաև հայկական տարածք է։ Գիտեք, ցեղսպանությանեն առաջ այստեղ ապրած է զգալի բնակչություն եւ շատ մարդոց ներկայությունը մշակութային առումով փոխկապակցված է։ Varlığı kültürel olarak Ես այս վայրը կհամարեի ալևիներու քաղաք։ Այսօրվան վիճակը այսպես է, բայց երբ պատմական դեսանգյունեն կքննենք, հայերն ալ զգալի դեր ունեցած են, որովհետև երբ գնայինք գետնի վրա եւ անորդակ գտնվող մնացորդներուն ու գտածոներուն եւ երբ գնայինք դեղանուններուն ու քյուղերի անուններուն գտեսնենք, որ այսպիսի բանը միայն բանականությամբ որոշել կարելի չէ։ Միայն բանականությունը չի որոշեր, թե ով ապրած է այստեղ։ Մենք այս մեկը չենք կրնար որոշել մեկ գաղափարախոսությամբ։ orada kimin yaşadığını Ուստի երբ ինչ որ բան գսենք, անիկա պետք է հիմնված լա ապացույցերու եւ աղբյուրներու վրա։ Երբ հողի մագերեսը քննես եւ անորդակ փորես, ինչ որ գտնես, այդ հողը անոր հետ կգրե։ Տեխնիկապես այսպես է, բայց կա նաև մշակութային միահյուսում։ böyledir. Այս տարածքը լի է սրբազան ուխտավայրերով եւ նույնիսկ այսօր զայն կկոչեն դերվիշներու երկիր։ Ուրալ գերտաս պիտի գտնես քանի մը սրբազան ուխտակնածության վայրեր։ Ասիկա միայն մեկ սրբավայր չէ եւ այս սրբավայրերը միայն ալևիներուն չեն։ Հայերն ալ ունեն վայրեր, որոնք իրենք կնկատեն սրբազան ուխտավայրեր։ olarak gördüklerini Իհարկե, քրիստոնեացումեն յետ այս վայրերեն շատերուն մեջ կառուցուեցան եկեղեցիներ եւ մադորներ, անոնց պահպանումը ապահովելու համար։ inşa edildi. Orası varlığını korusun diye. Գսվի, որ այս շենքը կառուցված է 1873 թվականին եւ պատկանած է հայերուն։ Գսվի նաև, որ այս մեկեն բացի այստեղ եւս 6 կառույց կա, սակայն անոնց մե 6-ը գտնվելու վայրերը հստակ են, իսկ մեկուն տեղը անհայտ է։ Անիկա չի երևիլ եւ անոր գտնվելու վայրը անծանոթ է, բայց կնշվի, որ ընդհանուր առմամբ 7 կառույց եղած է։ Ասիկա հին հայկական բնակավայր մնե, ինչպես գերեվի այս կառույցներեն այստեղ հայկական բնակավայր գոյություն ունեցած է։ Անիկա կորզածված է որպես հայկական պաշտամունքի վայր, նաև կնշվի, որ այստեղ կան հայկական քերեզմաններ։ Այստեղ կա հայ քաղաքացիմը, ով մինչև վերջերս ապրած է մեր համայնքի մեջ որպես արհեստավոր։ Գսեն նաև, որ այստեղին հինդուներեն քանի մահատը կառուցված են անոր կողմը։ Սա մեր եկեղեցին է, որը կպատկանի հայրուն։ Մենք կուզենք, որ անիկա վերականգնվի։ Իսկապես շատ կուզենք։ Մենք ոչ ճամփաներ ունենք, ոչ ալ քյուղաբեդարան։ Կուզենք, որ այս բոլորը կառուցվին։ Ինչ խնդիր կա։ Մենք ալ քաղաքացիներ ենք, մենք ալ դարեցներ ենք։ Մենք ալ ոչ մեկ տեղ կրնանք երթալ։ Թող այս բոլորը կառուցվին։ Mesela şu anda Օրինակ նույնիսկ այս խոհամասը, որ հիմա կկանգնենք, գոյություն ունի միայն հողային Գրանցամադյանին մեջ։ Այս խոհամասին վերաբերյալ ուրիշ օրենք գոյություն չունի։ Որոշ ժամանակ անոնք այս վայրը պետական սեփականության հողի վերածեցին։ Ես նաև քյուղապետին մոտ քյուղի առաջին տեղակալն եմ, մենք թիմեցինք եւ վերականգնեցինք այս վայրը իր նախնական վիճակին։ Այս տարածքը որոշ ժամանակ պետական սեփականություն կնկատվեր, ապա դարձյալ թիմեցինք եւ անոնք զայն վերականգնեցինք իր նախնական վիճակին որպես եկեղեցական հող։ Այժմ ասիկա եկեղեցին տարածքն է։
Բայց քաղաքացին մաքրեց շրջակայքը եւ զայն դաշտին վերածեց, մեջտեղը ձգելով փոքր հողագդորմը։ Իմ գյուղի երկու եկեղեցիներն ասիկա ամենեն ցանոթ վայրն է։ Միևնույն ճշգրիտ գտնվելու տեղը անհայտ է։ Սակայն այս վայրին ճշգրիտ գտնվելու տեղը հստակ է։ Օվաջիկի մեջ եւ շատ այլ վայրերու մեջ ալգան եկեղեցիներ, բայց անոնք ավերակ վիճակի մեջ են, կանց որոնողներուն պատճառով, որոնք ոչնչացված են ցանոնք։ Այսօր գրեթե ոչ մեկ հայտնի վայր մնացած է։ Այս անդարին հետևը Բոզուտեպե գյուղն է։ Ես կացի Բոզուտեպե գյուղի եւ տեսա, որ գետնի տակ թաքնված եկեղեցի մը կա։ Դեռ ոչ ոք գրծած է այցելել այնտեղ։ Անիկա չէ ավերված, բայց ամբողջովին գետնի տակ ծածկված է։ Անգը գտնվի Շոշվեն գյուղի մեջ, Դերսիմի եւ Օվաջիկի միջև։ Ես հյուրեր ունեի Հայաստանեն, որոնք կուզեին տեսնել այդ եկեղեցին, դեղը մեկ ամիս առաջ երկացի, եկեղեցին բادرը տերգանգուն էին։ Ես իմ երևանցի հյուրերին ասի, որ զիրենք պիտի դանիմ եկեղեցի երկացինք այնտեղ, ոչ մեկ հետ կար, բացի բուլդոզերներու հետքերեն, անոնք ամբողջովին կանտած էին ձայն բուլդոզերով։ Ես նույնիսկ ամիջցա անոնց արջև եկեղեցին հոներ 15 օր առաջ, բայց երբ 15 օր անց վերադարձա, անիկա այլևս գոյություն չունի։ Köyümüzde aynı zamanda Մեր գյուղին յետևի մասն ալ հայկական եկեղեցի մը կար։ Քանի որ եկեղեցին գառուցված էր գավի աղյուսները, դժբախտաբար ժամանակի ընթացքին փլուզվեցավ։ Այժմ անիկա լքված է։ yerinde Գար ժամանակ մը մոտ 60 տարի առաջ, երբ հայերը կանոնավոր գերբով գուկային իրենց եկեղեցիները։ öncesine kadar Մենք գիտենք, որ այդ այցելություններուն ընթացքին անոնք կգիշերեին, գաղութեին եւ իրենց հիվանդները այստեղ կբերեին, աբակինվելու հույսով։ hastalarını iyileşmesi için Ես նաև գիտեմ, որ մեր գյուղացիները զանոնք հյուրընկալած են։ onları misafir ettiler. Onu da biliyorum. Այստեղ գային պատմական կդածուներ, բայց անոնք կողծված են եւ այժմ այլևս գոյություն չունին։ Քանի մվարգյան առաջ, երբ կանցնեի Բաբիգիս դանկովեն, հոն քարմը տեսա, որուն վրա իմ գարձիկով հայկական արձանագրություն կար։ Gördüm. Üzerinde Ermenice olduğunu Ինչպես դուք տեսաք ձեր այցելության ընթացքին, այս բոլորը ամբողջովին կանտված էին եւ հավանաբար նաև կողծված։ onlar tamamen indirilmiş. Դժբախտաբար մենք չգրցանք զանոնք պաշտպանել։ Onlar da çalınmış. Ne yazık ki koruma altına alamadık. Ելադանիս տոքելեցի Ջանիման, ջանիման Ոտքով զարկի երդիկ բացի Ջանիման, ջանիման Երես տունչեր նստալացի Ջանիման, ջանիման Չինարը բոյիտ ես խուրբան Ջանիման, ջանիման Սևաչերուտ ես խուրբան Դոսկի կաստու խասկեղու Ջանիման, ջանիման Դու կուքելիս ինչ-որ Burası Ermenilerin. Burada daha Այս önce վայրը yaşamışlar. կպատկանի հայրուն։ Անոնք առաջ ալ այստեղ ապրած են։ Ասիգա պաշտամունքի վայր է։ Մենք կհարկենք պաշտամունքի վայրերը։ Հայերը մեզի պես ճակատագիր ունեցած են։ Նախկինին հայրուն հետ միասին Դերսիմն ալ ոչնչացված էր։ Մենք անգեղձորեն կսիրենք հայերը։ Մանացի Ջանիման, ջանիման Երես տեսածով ունկացի Ջանիման, ջանիման Ես ծնունդով Դերսիմի Մազգիրդեն եմ, ծնված եմ Մազգիրդի մեջ։ 1970 թվականին մենք կացինք բոլիս եւ ես հոն սորվեցա հայկական որբանոցի մեջ։ Ասիկա իմ նախնիներուս, իմ բաբերուս երգիրն է։ Ես իմ հայրենի քաղաքը եկած եմ եւ առանց վերաբախման։ Ես կայցելեմ իմ եկեղեցիները։ Ինձ համար ալևիներու պաշտամունքի վայր եղող Ջեմևինալ նույնն է։ Անոնք բոլորը սրբազան վայրեր են։ Ես կուզեմ, որ մենք այստեղ ապրենք եղբայրությամբ։ Նույնիսկ այս քարերում, որը մոմ վարելը նույնքան արժեքավոր է, որքան եկեղեցին մեջ երկրբակելը։ Նույնիսկ Դերսիմի ցեղասպանութենեն եւ հայերու թեմ կատարված ցեղասպանութենեն առաջ Դերսիմի անպաշտպան մնալու պատճառը հայերու հերանալն էր, որովհետև կային հայկական ուժեր, որոնք կպաշտպանեին Փերի շրջանը, այսինքն զինված ուժեր։ Ասոնք նաև կհիշադակվին Դերսիմի ճանապարհորդական գիրքին մեջ։ Անոնք գերտային Սուլթան Բաբային օգնության։ Երբ գործունեությունը դեղ ունեցավ, արևելյան ճակատը պաշտպանող Միրակյանները ինչ որ կերպ վերածվեցան, ջախջախվեցան եւ ակսորվեցան եւ այդ պատճառով Դերսիմը մնաց անպաշտպան։ Ապա անոնք նաեւ քոչկիրի դաբալեցին։ Այսպես եղավ։
Ես այս մեկը գսեմ, որովհետև եթե մանր վեճերի մեջ մտնենք, ձեր կողքին ապրող մարդոց հետ, որոնք նույն մշակույթը կբաժնեն ձեզի հետ, պիտի հանդիպիկ այսպիսի արդյունքի, նաև մշակութային առումով։ Ուստի կգարձեմ, որ օգտակար է հաշվի առնել պատմական իրողությունները, երբ այս հարցերը կքննենք։ Այս տարածքը, որ կտեսնեք, Արդովայր է, տարածք, որ կպատկանի Թեքշա գյուղին։ Ասիկա հին հայկական բնակավայր է։ Այս վայրերը, որոնք կտեսնեք, իմ հետևը հին տուներու ավերակներ են։ Այստեղ ժամանակին հայեր ապրած են։ Անոնքին բնակավայրեր են, բայց ներկայիս կգործածվին որպես արդավայրեր։ Հայերը մեծ վարպետությամբ եւ արվեստով օժտված էին չարշանջակի շրջանի մեջ, որ հարմար է գյուղատնտեսության համար, անոնք մշակեին խողը, կկառուցեին առանձնատներ, ջրանցքներ եւ ամբարտակներ, կզբաղվեին աղացակործությամբ եւ թամբեր կպատրաստեին։ Այստեղ լեռներուն մեջ անոնք կզբաղվեին նաև հանքարդյունաբերությամբ, օրինակ վանքի մեջ կշահագործեին ոսկի հանքեր, իսկ Կարմիր լեռան վրա երկաթի հանքեր։ Նույնիսկ մեր գյուղի մեջ կան 2-3 տուն, որոնք երկաթագործությամբ կզբաղվին։ Կան երկաթի հալման վայրեր եւ հոն մինչեւ այսօր կգտնվի հանքերի մնացորդները։ Անոնք կզբաղվեին նաև վերապուժությամբ, դարբեր արհեստներով եւ արվեստներով, անոնք կնուակեին թմփուկ եւ զուռնա, ինչ միտքիդ կանցնի, քարի փորակրություն, փայդի փորակրություն եւ այլ արհեստներ։ Այս բոլորը հայերու ձեռքին մեջ էին։ Çok değerli bir Պետք է հիշադակենք շատ արժեքավոր խաղողի մասին, օրինակ բողասկերե խաղողը։ Ան խաղողի տեսակ մնե, որ աշխարհի մեջ կաճի միայն Էլազիղի եւ Դիարբեկրի բարձր լեռնային գյուղերու մեջ։ Մենք բողասկերեն կհամարենք անփոխարինելի գինեգործերուն համար։ Շատ արժեքավոր եւ բնաշխարհիկ բույսը շատ բարձր խմորիչի որակով։ Խաղողը, որ գինիներուն գուտա իրենց իսկական համն ու ուժը բողասկերե խաղողն է։ Մենք տակավին կգործածենք հայերու գոմե հիմնված խաղողի այգիները։ Անոնք գյուղին հագարակ կողմը լանջերու վրա այնքան գեղեցիկ խաղողի այգիներ հիմնած են, մինչ մեր դան դիմաց նոր հիմնված խաղողի այգին կդարաբի հիվանդությունները։ Մենք երբեք նման բանի չենք հանդիպիր այն թեք տարածքներուն մեջ, որոնք հայերը ընտրած էին օգտագործելու համար, որովհետև անոնք նկատի կունենային օդի ջերմաստիճանը, քամին, հողի թիրքը եւ այլն։ Կարելի է ասել, որ գյուղը շատ արժեքավոր եւ նշանավոր է բողասկերեի եւ գինիի արդարությամբ։ Boğazkere ve şarap açısından da çok değerli bir köy diyebilirim. Երբ մենք կգնահատենք այս տարածքը, չենք կրնար խոսիլ միայն մեկ բնակչության մասին, նաև չենք կրնար խոսիլ միայն հավատքի մասին։ Եթե այսպես ասենք, մենք մեզ կահկատացնենք։ Կարևոր է ասել, որ դերսիմը հայերը մեր թրացիներն էին։ Անոնք այստեղ էին, մենք միասին կապրեինք։ Անոնք ունեին իրենց լեզուն, իրենց ձայնը եւ իրենց մշակույթը, որ մեծ մասամբ կարելի է համարել ընդհանուր մշակույթ։ Այս թրացիները շատ սարսափելի բաներու միջոցով անցած են եւ շատ տարաբանքներ գրած են։ Աշխարհը գիտե այդ վայրագություններու մասին։ Մարդիկ պետք է փորձեն վերականգնել իրենց կապը անոնց հետ կամ առնուազն փորձեն հաղորդակցիլ անոնց հետ։ Այսօր երբ մարդիկ կտեսնեն ավերակը, որոնք զայն միան տնտեսական աչքով կդիտեն, բայց իրականության մեջ ասիկա մշակութային հարստություն է, եթե դուք պաշտպանեք այս վայրը դարավոր տտունիների, ընկուզենիների եւ այդ քարերը, եթե պահպանեք այս վայրերը, դուք ավելի հարուստ պիտի դառնաք, հագարակ բարակային պիտի աղքատանաք։ Մշակույթն է, որ կպահպանե հասարակության կյանքը։ Benim mesela dedem Օրինակ, բաբս կպատմեր Ռիչիկի մասին, այն գսեր, մենք դեռ երեխա էինք, երբ անոնք եկան, հայերը մեկտեղ հավաքեցին եւ բոլորը ոչնչացուցին։ Տղամարդիկ կփախչեին եւ կթաքնվեին։ biliyor musun saklanıyordular.
պատասխանությունը այս վայրում էլ կատարվեց։ 2015 թվականի ապրիլի 24-ին այն այստեղ անիծելու ենք։ Ermeni soykırımı burada da yaşandı. 1915-24 Nisan'da burada lanetleyeceğiz. Ermeni nazadıktır kert. Diş tutarın Nisan'da emi ita eklayımın alet olur. Armenian people were killed in here on April 24th. We will remembrance here. Dili, dini, ırkı ne olursa olsun Ermeni halkı burada katledildi. İnsanlık suçudur. Lanetliyor. Baba Kazım'ın ki Baba Kazım Kureşanlı Kajiyan Հայր Քազիմը, որ Քուրեշենի Քաշյան ջուհեներ, հայրու մասին ցավալի պատմություն ունի։ Անգնկարակրե 1915 թվականի Երզինկայի գոտորածը, ըսերը որ հայ ազգը գազմված էր վիրապույժները, արհեստավորները, վաճառականները եւ արևդրականները։ Անոնք ունեին խելք, իմաստություն եւ հարստություն։ Անոնց սալն ու մուրջը հասած էր աշխարհի գրեթե ամենանգուն։ onun örs ve çekici dünyanın her köşesine değmiş. Ուր որ պատմական վայր մտեսնես, անիկա ավարակներու վերածված է, օրինակ Մազգերդի մեջ ժայրափոր եկեղեցի մեկա, որ թուք բոլորուտ հավանապար դեսած եք, անոր ներսը հորան մգա, մեկը մուրջ արավ եւ սկսավ փորել հորանին մեջ, այսինքն ինչ կրնարըլար հորանին մեջ, միայն քարմը գերեվի, ուրեմն ինչ կրնարըլար, բայց ան սկսավ հոն փորել։ Եթե եկեղեցին բախբանված է, հավանաբար այն պատճառով է, որ անիկա կործածված է որպես ախոր։ Անիկա բախբանված է, որովհետև հոն անոր գարիքը ունեցած են։ Ըստ էության պատմությունը կթալանվի։ Ասիկա նաև միտումնավոր կողմնորոշում մնե, որովհետև գարձես թե ինչ որ բան պետք է ոչնչացվի, ժողովուրդը ոչնչացնելը բավարար չէ, գտվի թե անոր հետքերն ալ պետք է ջնջուին։ Yıldır bir doçent Վերջին 3 տարիներին ընթացքին ես իմ գործընկեր դոցենտի հետ կաշխատիմ դերսիմի պատմական դաբանակարերու վրա։ Մենք հայտնաբերած ենք 7 կամ 8 տեսակ թաղման վայրեր, գրեթե բոլորը հայերու հետ գրեին։ Այս մարդիկ անկասկած կյանք դուած են քարին եւ փայդին։ Սակայն այս հողերուն մեջ գոյություն ունի ապադեղեկատվություն, որ հանցուցած է այն ընկալման, թե ասոնք հայկական գերեզմանների են ներսը ոսկի դրամ կամ գանձ կա։ Այս անգրագետ կանց որոնողները ոչնչացուցած եւ բղծած են գրեթե բոլոր գերեզմանները։ Այսպես ոչնչացուցին այդ բոլոր գեղեցիկ դամբարանադաշտերը, կարե դագաղները, հոյի գլխի եւ ձույի գլխի ցևով դամբարանակարերը, ուր որ հաչ դեսնեին, նույնիսկ երկու քարերու միջև գմտնեին, ոսկի գա եւ գքանդեին ձայն։ Mahvetmişler. Հայկական գերեզմանատունը բնականաբար գբարունագեր դասական հայկական դաբանակարեր եւ այլ հուշարձաններ, բայց դժբախտաբար ժամանակի ընթացքին եկողները մեծ վնաս հասցուցին այս գյուղին, անոնք կանթեցին գերեզմանատունը։ Մեր գյուղի դուներու քարե մասերու բادرուն մեջ դակավին գային հայկական ժամանակաշրջանին մնացած քարեր, անոնց վրա գային հայերեն արձանագրություններ, բայց ամեն տարի, երբ գյուղը դադարք է եւ շրջակայքը մարդ չկա, կտեսնենք, որ այդ քարերն ալ կկողծվին։ Ցավոք պատմությունը եւս կան հետանա։
Անգերձորեն չենք գիտեր, թե ով կողծավ զանոնք, ինչու կամ ինչ պատճառներով։ Մենք շատ կդխրինք։ Գերեզմանադան դարածք մը գա, ցավոք, Թուրքիո բնագարանային զարգացման վարչության թոքի որոշումով երկրաշարժի զոհերուն համար հայկական գերեզմանադան վրա կառուցված են երկու դուն։ Ասիգա մեծ դխրությամբ ընդունվեցավ, որովհետև գյուղացիներուն գարցիկը չհարցվեցավ, այդպես ալ հայկական պատմությունը անդեսվեցավ։ Եթե հայերը կամ մենք այսպիսի բան ունեինք թուրքական գերեզմանադան վրա կամ ուրիշ մշակույթի ներկայացուցիչներու գերեզմաններուն վրա, անիկա գրնար շատ լուրջ դիվանագիտական խնդիր ստեղծել, ասիգա մարդու իրավունքներու խախտումն է։ Մեզ խորաբես տխրեցուց տեսնելը, թե ինչպես թոքին երկու դուն կառուցեց հայ նախնիներու գերեզմաններուն վրա։ Մինչդեռ մեր գյուղի մեջ կային շատ ավելի հարմար հողամասեր, ուր կարելի էր այդ տուները կառուցել։ Հայկական գերեզմանադունը պետք էր պաշտպանված լար, բայց տաբանակարերը արդեն կողծված էին։ Այսպիսի խոսակցություններ ալ գլսեմ, երբ կսեն, այո, մեր հողի վրա դուն կառուցված է, հետևաբար հիմա կրնանք հանգիստ կերպով ցանկապատել Բարդեզը եւ հոն բեղումներ կատարել։ Այս բոլորը խորաբես կվշտացնե զիս։ Belirtmek isterim. Bu da beni ayrıyeten çok derinden üzdü. Մեր գյուղին մեջ կնահատեսվի որոկման լճակներ կառուցել։ Մենք իհարկե թեմ չենք այս լճակներուն կառուցմանը, այո, եթե որոկման լճակներ պիտի կառուցեին, եթե մեր հողերը պիտի որոկվին եւ երբ կսեմ մեր, ասիկա միայն մեզի չի վերապերի։ Օրինակ, Չեմիշկեզեկի գյուղերն ալ մեր գյուղերն եւ հոն գտնվող հողերն ալ մեր հողերն են։ Հոն ապրող մարդիկ ալ մեր ժողովուրդն են։ Վերի վերջո, եթե ասիկա պիտի նպաստե հասարակության արդարության, եթե պիտի զորացնե հասարակության արդարությունը եւ անոր մեջ արդարական գիտակցություն ներշնչե, մենք անպայման թեմ չենք այս կառույցներուն։ Սակայն մեր արարգությունը կվերապերի այս կառույցներուն դեղատուրության։ Ամփոփելով այստեղ ունենք 3 գրանցված պատմական շենքեր, որոնք կպատկանին Էրզուրումի մշակութային ժառանգության պահպանության վարչության։ Եթե այս գյուղի մեջ արդարությունը պետք է զարգանա եւ զորանա, ապա արդեն գոյություն ունեցող շատ բաց եւ շատ ուժեղ արդարական դարածքը ջրեղեղի դակ ցկելը մեր կարծիքով այնքան ալ ճիշտ չէ։ Մենք կուզենք, որ հայերը գնահատեն եւ հետաքրքրվին իրենց պատմական ժառանգությամբ եւ մենք պիտի աջակցենք անոնց այդ հարցին մեջ։ Կանց որոնողները դադարք երազներու հետև են գերտան, գիտեք, անոնք եկած են եւ ոչնչացած այս եկեղեցին բոլոր քարերը։ Այս վայրերուն մասին չեմ գիտեր, բայց դերևս կարելի է եկեղեցի մը կառուցել կամ նման բան մը ձեռնարկել զանոնք վերականգնելու համար։ Հայկական միությունները, հայկական գազམ་ակերպությունները եւ պետության հետ համագործակցությամբ այս վայրերը գրնան ջանցուած դառնալ եւ այցելիներու համար հասանելի ըլլալ։ Այս տարածքներու մեջ մարդիկ գուքան եւ բադահական երբով գփորեն, նույնիսկ այստեղ այս հողի վրա, ուր հիմա կգանքնիկ, ես գիտեմ 5-6 հոգի, որոնք շատ փորած են կանց գտնելու համար, անոնք փորեցին եւ կանդեցին այս վայրը միայն կանց փնտրելով։ Անոնք նաև վերցուցին մնացած կարերը, որոնց վրա կային հայերեն դարեր եւ արձանագրություններ, անոնք չէին գիտեր, թե այդ դարերը ինչ կնշանակեն, բայց վերցուցին զանոնք եւ իրենց տուներու բادرուն վրա զետեղեցին hıstak Yerevalı Gerbov. Mazgirt Kalesi'nin arka tarafında bir Ermeni... Mazgirt'i Bertin edevi Haygagan Kerezmanadun mıga, hin Haygagan Kerezmanadun. Այսօր մարդիկ կպաշտպանեն հողը, օրինակ կգանքեն ծառերու հադումը կամ կպաշտպանեն արդերը, քանի որ որոշ գյուղերու ճանապարհները դժվար հասանելի են, բայց հոնգա հայկական գերեզմանատունը, որ կառուցված է մեծ քարե գդորներով։ Օգտագործված են մոտ 2 մետր երկարությամբ եւ մոտ 70-80 սանտիմ բարձրությամբ քարեր։ Եվ այդ գերեզմանատան միջոցով ճանապարհ կառուցված է։ Այստեղ նույնիսկ կանքեր հայտնաբերված են։ Երբ մենք աշխատենք գազམ་ակերպության մեջ, այցելեցինք այս վայրերը եւ այս մասին նաեւ զեկույցներ պատրաստեցինք։
Ասիկա կնշանակե մշակույթը տալանել, այսինքն մինչ տուն կպաշտպանես սեփական ծառդ, դրացիիդ հավը կմտնե դաշտդ ու կվնասե բերքդ եւ մինչ դուն անոր համար կբայքարիս, կտեսնես, որ ուրիշի թիակներու վրայա ճանապարհ կգարուցեն, սա իսկապես շատ ցավալի վիճակ է։ Yol götürebiliyorsunuz. Yani bu çok acı bir durum. Eskiden Dersim'de biz Ermenileri Անցյալին անոնք մեզ, հայերուս, մեծ հարգանքով կվերապերվեին, օրինակ մը բատմեմ մոր բատմվածներեն, եթե եկեղեցիեն կարմը ինար, մեր ալևի եղբայրներն ու կույրերը երեք անգամ կհամփորեին զայն և գտնեին իր դեղը։ Մայրս կբատմեր, թե մեկը եկեղեցիեն կարմը արավ իրդան բադը շինելու համար, այդ մարդը երազդեսավ, ուր իրեն ուսվեցավ, որ վերադարձնե հարևանեն արածքարը, բայց ան չլսեց, երբ նույն երազը երկրորդ և երրորդ անգամ տեսավ, վերջապես վերցուց եկեղեցին քարը և դրավ իր դեղը։ Մենք մեր եկեղեցիներով, մեր պաշտամունքի վայրերով և մեր սրբավայրերով Դերսիմի մշակութային մեկ մասը կգազմենք։ Մինչ այդ կլսենք, որ անոնք, որոնք կուզեին ոչնչացնել այս մշակույթը, կփորեն մեր քերեզմանները և ոսկի կփնտրեն մեր եկեղեցիներուն մեջ։ Անոնք մեր դաջարները կփորեն ոսկի փնտրելով և այսպես կոչնչացնեն մեր մշակույթին մեկ մասը։ Մշակույթը ոչնչացնելու համար բարդաթիր չէ գոդարած կատարել։ Գոդարած կրնալ դեղը ունենալ նաև մշակույթը և անոր ապրած փորձառությունները ոչնչացնելով։ Ուստի ես կուզեմ, որ մեր դերսիմցի եղբայրներն ու քույրերը զգոնալան, լսեն ձայնս և չվնասեն Դերսիմի սրբազան արժեքները, ոչ մեր եկեղեցիները, ոչ մեր համայնքային կենտրոնները, ոչ էլ մեր սրբազան ուխտավայրերը պետք է վնասվին։ Մենք բոլորս կուզենք միասին ապրիլ եղբայրաբար։ Ես կդիմեմ կանց որոնողներուն, այս տարածաշրջանին մեջ, այս աշխատակրության մեջ ապրող քուրդ ալևի քաղաքացիներն ու հայերը մեր եղբայրներն ու քույրերն են։ Մեր կենսագերբը գրեթե նույնն է, ինչ իրենցը, մենք նույն մշակույթը ունենք։ Անոնք պետք չէ նման բաներու հարնուվին և պետք չէ վնասեն այս մշակութային հարստությունները։ Մենք կուզենք, որ անոնք ալ գնահատեն իրենց մշակույթն ու հին ավանդույթները, ինչպես մենք կգնահատենք մերը։ Նայեցեք, այստեղ շատ ավերակներ կան։ Մենք այսօր միայն անոնց մնացորդները կտեսնենք։ Գիտեք ինչպես աշխատանքներ ձգած են անոնց իրենց էդին։ Տղամարդիկ հողը վերածեց են արդերու, օրինակ որոկման համար։ Այդ մարդիկ այս բոլորը կատարած են բախով, այդ ժամանակ գործիքներ կամ սարքավորումներ գրեթե գոյություն չունեին։ Անոնք քաղաքացիներ էին, որոնք երբեք ուրիշին ունեցվածքին չէին ձգտել, այսինքն հայ ժողովրդին։ Անոնք բոլորը մաքուր ու արժեքավոր մարդիկ էին։ Մենք ալ գսենք, որ մեր ժողովուրդը պետք է աջակցի անոնց։ Անոնց գլխեն նույնիսկ մեկ մազ պետք չի վնասվի։ Մենք միշտ իրենց կողքին։ Yapılan 108 sefer var. Այս տարածքը 108 արշավախումբ տեսած է։ Այստեղ դեղի ունեցած են նաև երկու ցեղասպանություններ։ Առաջինը 1915 թվականի հայերի թեմ կատարված ցեղասպանությունն է, իսկ երկրորդը 1937-38 թվականների Դերսիմի ցեղասպանությունը։ Դերսիմի ցեղասպանության ժամանակ այս տարածաշրջանի բոլոր ժողովուրդները ենթարկված են գոդարածներու, այսինքն թուրքմեններ, քյուրդեր, ալևիներ և գարջ ասած այստեղի հայերը, բոլորը 1937-38 թվականներուն ենթարկված են երկրորդ
ցեղասպանության։ Եթե այսօր այս երկու համայնքները Դերսիմի համայնքն ու հայ համայնքը նայենք այս դեսանգյունեն, անոնք պետք է միավորվին։ Մշակույթը գիսված է, փորձառությունը գիսված է, պատմությունը գիսված է, իսկ ցեղասպանության մեջ նաև մահը գիսված է։ Եթե այդ զանգվածային գերեզմանները երբևէ բացվին եւ անհրաժեշտ կնությունները կատարվին, պիտի տեսնեն, որ դարբեր հավերու մարդիկ սպանված են իրարու կողքին։ Ես կհավատիմ, որ միայն այս իրողությունը բավարար է, որպեսզի մարդիկ իրար պաշտպանեն, մշակութային, պատմական, անձնական եւ հասարակական կապեր հաստատելով, ասիկա մեծ ներդրում պիտի ունենա։ Մերդու հերմենի ձեռաուշնատկարու Հայ ազգը գազմված է բժիշկները, արհեստավորները, վաճառականները ու արևդրականները, անոնք ունին միտք, իմաստություն եւ հարստություն, անոնց ցալուն ու մորջը հասած է աշխարհի գրեթե ամեն անգյուն։ Ove bana sel